այդ ձեր հարցին ես նորից ուզում եմ ասեմ, որ ես որևէ քաղաքականության, որևէ բանով չեմ զբաղվում, բայց ես ձեզ ասեմ, որ մեզ ամենակարևոր խնդիրն է, մենք կարողանանք ներսերմանենք, որ յուրաքանչյուր հայ քաղաքացի զգա իրեն որպես պետություն։ Եվ ապա ինքը իր գործողությունների մեջ, իր գործունեության մեջ, իր վարմունքի մեջ սխալ չի թույլ տա։ Իրոք չի կարելի կանաչ տարածքները վերացնել, ասենք թե աշխարհում բոլոր տեղերն էլ հանքարդյունաբերություն կա, բայց օրենքներ գոյություն ունեն, պայմանագրեր գոյություն ունեն, որ բոլոր այդ գործողություններից հետո այդ տարածքները ռեկուլտիվացիայի պետք է ենթարկվեն եւ համապատասխանեն, որ մարդիկ չի կարելի ընդերքում, եթե մենք հնարավորություն ունենք ինչ-որ հանքեր շահագործենք, երկիրը հարստանա, չանենք։ Ես այդ կարծիքին չեմ, բայց օրենքի սահմանում պետք է լինի, գուցե այսօր սա չի կարելի, այնտեղ կարելի է, խախտումներ պետք չի անել, ամեն ինչը պետք է օրենքի սահմաններում լինի։ Եթե այդպես լիներ, կյանքը կանգներ աշխարհում։ Չեք կարծում, որ հակաքարոզչություն է այդ ամենը արտերկրի տուրիստների համար։ Ես չի ասի, որ հակաքարոզչություն է, դա ժամանակավոր բնույթ է կրում ու դա նվիրյալների միջոցով կարելի է կանխարգել, կանգնեցնել, պահանջել, ինձ թվում է, ասենք թե տեսեք, Թշկանի ջրվեժի հետ կապված այդքան պայքարեցին, չէ, երիտասարդները, ասենց ասեմ։ Մեր ուսանողները մասնակցում են, այսինքն ես դեմ չեմ, հասկանում եք, այն ինչ որ չի կարելի անել պետք է չարվի։ Ես այդ տեսակետն եմ։ Այն ինչ որ վնաս է բերում երկրին, պետք չի բերել։ Այն ինչ որ վնաս կբերի երկրի իմիջին, պետք չի անել։ Նորից եմ կրկնում։ Ես իմ երկիրը շատ եմ սիրում եւ ցանկացած հարցում ես զգոն եմ ու միայն երկրի շահերից եմ խոսում ու ուզում եմ լինի, որովհետև ես տեսնում եմ այս վատելի հետ կապված Եվրոդիպի անդամ ենք, ես նախագահության անդամ եմ, շրջագայում եմ, կոնֆերանսների, նիստերի եմ աշխարհում, տեսնում եմ աշխարհում ոնց են հոգատար տուրիստական կադրերի նկատմամբ ինչպես են վերաբերում, ոնց պետք է լինի։ Եթե մենք ունենանք նվիրյալ մարդիկ, կրթված մարդիկ, գրագետ մարդիկ, մեր սխալները շատ քիչ կլինեն։